Բարև հարգելի հեռուստադիտող, դուք դիտում եք Մեդինֆորմ հաղորդաշարը։ Մեր այսօրվա թեման սրտի իշեմիկ հիվանդությունն է, ամենատարածված խնդիրներից մեկը։ Ես զրուցելու եմ հայտնի բժիշկ եւ պրոֆեսոր Աստղիկ բժշկական կենտրոնի սրտի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Մահեր Սուսանի հետ։ Մի հեռացեք հեռուստաէկրաններից։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտող, ես գտնվում եմ Աստղիկ բժշկական կենտրոնի սրտի վիրաբուժության բաժանմունքում եւ ծառայության ղեկավար Մահեր Սուսանի հետ այսօր խոսելու ենք սրտի իշեմիկ հիվանդության մասին, որի դեպ ամենատարածվածն է սրտային հիվանդություններից։ Հիմա բժշկից հասկանանք, թե ինչ լուծում այն պահանջում եւ իրականում ինչից է այսքան տարածված եւ ինչից է առաջանում։ Բարև բժիշկ։ Բարև ձեզ, ինչպես եք։ Շնորհակալ եմ ձեր ժամանակը մեզ հատկացնելու համար։ Հազար բարի ջան, մեր բնակչության համար շատ կարևոր թեմա է, Այո։ Հայաստանի ժողովրդի համար։ Եվ ամենալուրջերից մեկն է մեծամասնություն մեր վիրահատությունները, եթե մենք տարեկան գովիդ ասած ինչ որ թիվ ենք անում, այդ թիվի 60%-ը կազմում է իշեմիկ հիվանդությունները։ 40%-ը դարբեր բնածին արատներ կամ կլապանային արատներ, հետո բնածին արատներ։ Եվ շատ քիչ տոկոս կազմում է սուր թեփքերը, դա լինում է աորտայի շերտազատում, կամ ինչ որ բանի կամ պատրվածք, կամ ոչ մեկ տեսակի էնդոկարդիտի դեպքում, որ անաբաղաղ վիրահատարան պետք է։ Դա շատ քիչ տոկոս է կազմում։ Հիմնական իշեմիկ հիվանդներն են, որը շատ է տարածված Հայաստանում եւ ամեն երկրում աշխարհում։ Ինչ է տեղի ունենում սրտի հետ, ինչ խաթարումներ են, խնդրեմ նկարագրեք։ Հիմնական, եթե նայենք, մենք ինչպես որ քիչ առաջ կադրերը նկարեցինք, մենք տեսանք, հիմա օրինակ այսօրվա մեր առաջի վիրահատությունը, ինչպես որ տեսնում եք կամերայի վրա մանգա, սիրտը սնուցող զարգերակների նեղացումն է։ Հիմնական, եթե վերցնենք մեր հիվանդների մեծամասնությունը որոշ տարիքից վերջն է, կանանց Հայաստանի դեպքում 60 տարեկանից վերջը, դղամարդիկ 50 տարեկանից վերջը, ինչ որ իրենց գենետիկ փոփոխություններ, օրգանիզմի փոփոխությունները վերականգնողական եւ այսպես, որոնք հետևանքների բանա, պատճառները շատ չեմ ուզում խորանալ, դա սնունդակարգն է, մեր ապրելակարգն է, մեր կյանքի ստրեսն է, եւ որոնք ծխելը ամենակարևոր հանգամանքներից մեկը, որոնք արդյուն եւ գենետիկան նորից վերադառնում դրան, որը պատճառ է դառնում սրտի անոթների նեղացման։ Եթե ճիշտ ժամանակային հարցը լուծվում է, ճիշտ ժամանակին եւ շաքարը շատ կարեւոր դեր ունի։ Շաքարը ամենանպաստող շաքարը ամբողջ օրգանիզմի անոթների վրա է անդրադառնում, նաեւ սրտի անոթների վրա, որոնց հարցի լուծումը մեր ցերկն է։ Եթե ճիշտ ժամանակին մենք մեզի հետևենք եւ ճիշտ ժամանակին մեսեմ, բայց ոնց կարելի է, ես հասկանում եմ, ոչ մեկը չի կարա դա կոնտրոլ պայի, քանի դեռ ոչ միտեղ ցավ չունես, ոչ մեկը բժշկի չի դիմի եւ ոչ մեկը ինքներին չի խնայի։ Դա հատկապես Հայաստանի տղամարդկաց դա, այսինքն ոչ մեկը 40 տարեկանին չի երթա բժշկի մոտը, եթե խնդիր չունի, ասի որ իմ խոլեստերինս չափի, ել չասեմ, այսինքն ինչպես որ այսօրվա օրը մեր հիվանդանոցում սկրինինգ արվում ամեն ինչի թոքերի համար, պրոստատիտի համար, բանի համար սկրինինգ արվում, կանանց համար 40 տարեկանից վերև սկրինինգ անում կուրծքերի համար, համարյա ոչ մեկս չեն անում այդպես, ներառյալ գերեւի ես չեմ ուզում այդպես ասեմ, բայց որ ժողովուրդը հասկանա։ Ես այդպես անում նույնպես կարող են սկրինինգ նման այսինքն մտածել եւ սկրինինգ չանել, չերթալ խոլեստերինը չափել, շաքարը չափել, ճնշումը չափել, իր կյանքի որակին հետևել, թե իր գիշերը ժամ 8-ին վերջ չուտել, ուտելիքին հետո քիչ մեր ազգային առանձնահատկություններից այո դուրս է։ Խնդրեմ նշեք այ որ տարիքից հետո եւ ինչ։ Ինձ թվում է տղամարդիկ 40 տարեկանից վերջը եւ կանայք 50 տարեկանից վերջը, եթե փողոք չունեն, անպայման պետք է ստուգեն իրենց խոլեստերինը, ստուգեն իրենց շաքարը, ստուգեն իրենց ճնշման հետևեն եւ իրենց
սրտապանի թիմեն։ Անպայման պետք է անեն։ Շատ լավ, սրտի իշեմիկ հիվանդության մասին ընթերցելիս, ուսումնասիրելիս հասկանում ենք, որ նախ եւ առաջ ժառանգական նախատրամադրվածությունն է։ Եթե մարդը այն ունի, առավել ուշադիր պետք է լինի Շատ առավել, այսինքն եթե իր հատկապես պետք է իրենց նայեն մամային, բաբային, եթե այդ խնդիրներ ունեն, իրենք շատ ավելի զգուշ պետք է լինեն։ Շատ անգամ լսում ես, որ մեր COVID ասած մեր ժողովրդի մեջ մի քիչ մեր հարգելի ժողովրդի մեջ մի քիչ բան այն է, որ մի քիչ գլուխ են կողում, ասում են շաքարս էս կանա չեմ փոժում, ճնշումս 2 այրը լավ եմ զգում։ Այո, դա շատ տարածված է։ Ցավոք սրտի, կամ քաշս 130 կիլո է լավ եմ զգում։ Մի քիչ զարմանում ես, ասում եմ, շատ անգամ երբ որ քեզի կարիս են ասում որ Փեշչան, իմ քաշս 130 կիլո է, բայց չեմ ուտում, բայց չաղանում եմ։ Ես միշտ ասում եմ, մի հատ հարց եմ տալիս։ Հարգելի բարեկամ, կոնսլագերում չաղմարտ կա։ Ասում է չէ, ասում եմ ինչից է, ասում է չգիտեմ, ասում եմ չուտելուց է։ Չուտելուց է։ Դե իրենք ալ ծիծաղում են, հասկանում են, որ ես ճիշտ եմ ասում, այսինքն երբ որ դու քեզ, հա, կարող է դու ասենք թե սուպ շատ չես ուտում, ծեր լեզու, այսինքն խոսամ, բայց թուրթ ես շատ ուտում։ Մեծ կալորի կա։ Կամ երկունը բարգելուց առաջ ուտում ես, բարգում ես, որ օրգանիզմը դե ուտելիքի կարիքը չունի։ Այսինքն ինքը ավելորդ ուտեղավ է, կամ շատ քիչ ես ուտում, չես շարժվում։ Այսինքն մեկը մույսին է փերում։ Այո։ Արդյունքում ստանում ես 130 կիլո մարդ, որը իրեն իսկական խնդիր է, իր մարմնի քաշը, եթե իր նախապատրաստված է, իր մարմինը 70-ի համար կամ 80-ի համար դարձել է 130 կիլո, ինչքան ձեռնարկելվածություն է սրտի վրա, լյարդի վրա, օրգանիզմի վրա, հասկացա։ Այո, Աստղիկ բժշկական կենտրոնում գիտեմ, որ շատ ճիշտ մենեջմենտի քաղաքականություն եք վարում այս առումով եւ մեր նախնական զրույցի ընթացքում ասացիք, որ դա անչափ կարեւոր է սրտի վիրահատությունների հարցում։ Խնդրեմ ներկայացրեք ինչն է կարեւորում նախքան վիրահատությունը։ Մեր դարբեր մագարտակի վրա առաջի հերթին մենք դնորենության շատ շնորհակալ ենք, որ ստիպեց, որ մենք հիվանդանոցը ոչ թե ստիպեց, առաջարկեց եւ առաջ դրավեց հարցը, որ ունենալ ամերիկյան ստանդարտները, այսինքն GCI ստանդարտները, որոնք բերեցին մենեջմենտի care macro management, այսինքն ամեն ինչին վրա մանրամասն ներկայանալ հիվանդի շահերից ելնելով, պաշտպանել հիվանդի շահերը, պաշտպանել աշխատողի շահերը, որի արդյունքում ստացանք մեր դվյալները ավելի քեր դարձան, ավելի քեր մենեջմենտ դարձան։ Մենեջմենտի մեջ ամենակարևորը հարցերից մեկն է տխտապանությունը, հիվանդի հետ մոտիկանալը, ստուգելը, չսխալվելը, հիվանդին վիրադարան տանելուց ճիշտ հիվանդ վիրադարան տանել, չսխալվել, դիագնոզը ճիշտ տալ, դրանից առաջ որոշումների կայացումը ճիշտ լալ, այսինքն որոշումների կայացման մեջ համակարգը աշխատում է մեր մոտ հիվանդանոցում դեպիալց է։ Սրտապանը հիվանդը գալիս է, սրտապանը ներկայացնում է սրտի վիրաբուժություն, սրտի վիրաբուժությունը ընդուն սրտի վիրաբուժը խոսում է, հիվանդի հետ խոսում է։ Հատկի նրանից յետքը հիվանդի հետ խոսալուց յետքը թուղթերը ստուգվում է, ամեն ինչը օքեյ է, իրեն օքեյ է դրվում սրտի վիրաբուժության, եթե այլ ստուգումների կարիքը չկա։ Դրանից մի օր առաջ գալիս է երկու սրտապան, որոնք ոչ լսում են սրտի վիրաբուժին, սրտի վիրաբուժական սրտապաններ են, որոնք ոչ լսում են սրտի վիրաբուժին եւ ոչ լսում են սրտապանին։ Թուղթերը փակում են, հիվանդին նորից են ստուգում։ Իրենք քեր զարգացած են սրտի վիրաբուժության հիվանդ տալու մեջը, որոնք աշխատում են գայդլայներով, այսինքն միայն գայդերով են աշխատում։ Եվ իրենք կարան վետո տնեն հիվանդը վիրադարան քնալուց, ինչպես որ այսօր ծեր թեմ աչքի թեմ եղավ։ Հիվանդին նայում են, տեսնում են, որ հիվանդը հակացուցում, ոչ թե միան հակացուցում, չի համապատասխանում տվյալները սրտի վիրահատության քնալու այսօրվա, Կարան հիվանդը կանգնացնեն սրտի վիրահատության քնալուց։ Այո, իսկապես հարգելի հեռուստադիտող, քիչ առաջ ես անձամբ դրա ականատես եղա եւ բժիշկը քննարկելով իր թիմի հետ գտավ, որ պետք չէ կատարել այդ վիրահատությունը, քանի որ հիվանդը առանց դրա էլ, այսինքն զուտ դեղորայքային բուժմամբ կարող է շատ նորմալ ապրել եւ պետք չէ ենթարկել այդպիսի ստրեսային վիճակի օրգանիզմի։ Զարմանալի էր փաստը։ Սա մենեջմենտներից մեկն է, որը հիվանդներին քեր մեկը մույսին հսկում է։ Մեկը մույսի աշխատանքն է հսկում։ Շատ կարևոր բան։ Որ ամբողջական պատկերը, որ հիվանդը չկնա։ Դուք ինձ հարցրեցիք, ուրիշ հիվանդանոց տորտա վիրադվի։ Տորտա վիրադվի, դա իր խնդրեմն է։ Իմ խիղճը, մեր խիղճը հանգիստ է։ Մեր, այսինքն առավոտյան մեր time out-ը առանց հիվանդի որոշեց, որ այդ հիվանդը ճիշտ չի վիրահատել։ Եվ այդ time out-ի հետևանքով, որ ոչ մի հիվանդանոցում time out չի արվում բացի աստղիկից,
Դա GCI-ի պահանջներից մեկն է։ Մյուսը սիստեմի փոքրուց, այսինքն այսօրվա ուրիշ հիվանդանոց լիքը վիրաբույժներ ունի, լիքը աշխատողներ ունի, տարածքը մեծ է, հիվանդին խառնված է ամբողջ սրտապանություն, սրտային վիրաբույժություն, ամեն ինչ իրար խառնա, այստեղ այդպես չի։ Հստակ մի հարկը ամբողջական սրտի վիրաբույժությունը անչափված է։ Այստեղ սրտապանական հիվանդ չպարկում մեր սրտի վիրաբույժության բաժանմունքում, որի ինֆեկցիայի ռեյտն է բացացնում, որի հիվանդի մենեջմենտն է, care միկրոմենեջմենթ անում հետ սրտի վիրաբույժական հիվանդներին։ Այսինքն հիվանդը երբ որ սրտի վիրահատված է, գալիս է առանցին սենյակում, պարկում է, առանցին օդի վենտիլյացիա, սրտի վիրաբույժության առանցին վենտիլյացիայով։ Հիվանդի մինչև խողովակը չանվում, ինքը չի տեղափոխվում ուրիշ սենյակ։ Այդ սենյակի մեջ մնում է առանցին իրեն համար քույր է սպառվում։ Դա կարևոր է, այո, այդ վիրահատական այդ ամեն հիվանդ մի փուշկույր ունի, բժիշկը կողմ մտնում է, ոչ մի մյուսը մեկը մյուսին հետ չի խառնվում, իր մոնիտորինգը դարբեր ծևով է հասկվում, մոնիտորինգը մեկ հատ քույրն է նայում հիվանդի գլխին, նույն մոնիտորինգը ունի նաև, որը մի հատ ընդհանուր թաշտում նստած մի հատ ուրիշ քույր է նստած, որ ամեն հիվանդներ իր թեմն է մոնիտորինգը, եւ բացի դրանից բժիշկը իր սենյակում նույն մոնիտորինգը ունի, այսինքն 3 տեղ մոնիտորինգ է երթում հիվանդին, վերահսկվում, դուք պատկերացնում եք ինչ քեր Ատկե վերջը, թեորիական սիստեմը, ասիկ բժշկական կենտրոնում, թեորիական սիստեմը շատ մեր բաժանմունքում, շատ կոմպյուտերիզացված է, այսինքն սխալվելու հավանականություն չունի, 0 է։ Այսինքն, եթե մի հատ սիրտը աշխատացնող տեղերի, այսինքն սիրտը լավացնող տեղերից մեկը դոպամինն է, ծեր լեզվով եմ խոսում, այսինքն բժշկական չեմ ուզում խոսամ, որպես միջավայրին հասկանալի է, օրինակ դոպամին տեղը։ Առաջվա կորձիկները ամենը գարային սխալվեին, այսինքն 5 միկրոգրամ կիլոգրամ քաշին դեպը գարային դային 8 ոչ էլ կորձիկի սխալներ դա, ասենք թե շպրիցի ճիշտը այստեղ 0.0001 միլիլիտր չես կարող սխալվես։ Այո։ Չի թողի որ կորձիկը գնա։ Այո, հրաշալի է որ այսպիսի ճիշտ մենեջմենտով եք աշխատում եւ դա դուք էլ նշեցիք, որ բերում է շատ դրական արդյունքների։ Հաջորդ հարցս, որ կուզեի ձեզ ուղղել, այն է թե ի վերջո սրտի իշեմիկ հիվանդության դեպքում ինչ վիրահատություններ են կատարվում եւ արդյոք այդ վիրահատությունը մեկ անգամ է կատարվում ողջ կյանքի համար, թե կրկնել հնարավոր է։ Հիմա հիվանդը երբ որ քանքատ ունի, առաջի հերթին անպայման պետք է թե մի սրտապանի։ Սրտապանի դինելուց հետո եթե քանքատը տեսնում է սրտապանը, պետք է անպայման կորոնարոգրաֆիա արվի, այսինքն սրտի զարգերակները մտնան նկարեն։ Երկու ցև կատարա մեկը։ Մեկը դա ոչ ինվազիվ, այսինքն ոչ թե այրունի մեջ մտնել կորոնար կաթե արդեն, այսօրվա քեր զարգացած կորոնար կաթե կա։ Կորոնար կաթեի ժամանակ մտնում են նայում են, եթե անոթների վրա նեղացում են տեսնում կամ խնդիր են տեսնում, այդ ժամանակ նոր եթե երդասարդ հիվանդ է որովհետեւ չմտնեն զարգերակը ինչ որ խնդիր կան ինվազիվ միջամտությունը 1000-ից 1 կարա խնդիրն է էդի զրոյացնելու համար ինքը ուղարկում է կորոնար կաթե ինչպես որ ես դարի մեկ անգամ անում եմ իջնում եմ արավոտը ժամ եմ վերցնում մեր հիվանդանոցից ասում եմ ինձ կորոնար կաթե արեք վաղը ինձ ասում են օքեյ քեզ կտանք ժամը 10-ից եմ կորոնար կաթեի սենյակը մտնում եմ անում եմ Ատկե վերջը ելնում եմ վիրահատություն եմ շարունակում։ Դուք ձեզ նկատում եք, այո։ Հիվանդանոցը ինձ անում է, ես նայում եմ, անցյալ տարվա եւ այս տարվա մեջ կորոնարներից մեջ փոփոխություն կա չի կամ չկա, եթե չկա, այս տարի հանգիստ ինձ համար ապրում եմ։ Դա ինքնին բարդ հետազոտման ձևից եղած է, ոչ մի ցավ չկա, ոչ մի հատ կորձիկի մեջ ես մտնում, շատ հանգիստ, շատ բան, ոչ մի խնդիր չկա, եթե ես ինձ եմ անում։ Ու նրանից յետք ես մի ժամ վերջը սրտի վիրահատության եմ մտնում։ Գրծած ես բացատրեմ։ Այո, իսկ անոթների ամբողջ պատկերը դա տալիս է։ Այսօրվա ունեցած կորոնա դալիս է 80% ճշտությամբ։ Մոտավորապես 80%, 85% ճշտությամբ։ Դա բավական է առողջ լինելու համար։ Այո։ Եթե տեսնանք խնդիր կա, նրանից հետ սա երդասարտների մասին է խոսքը, որոնք վախենում են կորոնարոգրաֆիա անեն, այսինքն մտնան ինվազիվ ցերքի մեջ կաթետեր տնեն, կաթետերից նույն տան, կորձիկի տակը նկարեն, որ իրանց խլելու է 6-ից 7 ժամ հիվանդանոցում պարկել, ատկևեր դուն քնալ։ Իսկ դա որ տարիքից սկսած եք խորհուրդ տալիս։ Ճիշտ ասած, ինչքան եթե երդասարտ է եւ կասկած ունես կորոնարով, նախընտրելի է կորոնար քաթե արվի։ Եթե բժիշկը կասկածում է, որ իշեմիկ հիվանդություն ունի կամ չունի, եթե հաստատ գիտի, որ իշեմիկ հիվանդություն ունի, այդ ժամանակ հիվանդը միանշանակ երթում է, սա երդասարտ, միանշանակ երթում է կորոնարոգրաֆիայի, այսինքն
մտներ սրտի զարգերակները ինվազիվորեն, այսինքն կաթեթեր տնել, կաթեթերի մեջ նույթ տալ, այդ նույթով մտներ սրտի մոտի զարգերակները հատ-հատ նկարել։ Բժիշկ, դուք ունեիք որևէ խնդիր դրա համար եք կատարում, թե պրոֆիլակտիկայի ձեր։ Գենետիկորեն մամաս սրտի իշեմիկ հիվանդություն ուներ եւ իմ ստրեսային կյանքը, ճիշտ է, ոչ ծխում եմ, ոչ բան, նույնիսկ հետևում եմ ես ինձի, շաբաթը 2 անգամ անպայման ֆիթնես եմ անում, աշխատում եմ, վազեմ մեգա ժամ հատկեվերջի մկանային, բայց իմ կյանքս նստած, ասենք թե կանգնում եմ օրը 6-7 ժամ վիրահատարանում, այդ դեպքում շատ չեմ շարժվում։ Եվ գենետիկան ալ կա, դրա համար մի քիչ ջարբակալություն, մի քիչ փոր ունեմ, որը ճիշտ չի հասկացար, ինձ համար, բայց չեմ կարողանում կոնտրոլ պահեմ։ Ես ճիշտն ասած զարմանում եմ, որտեվ ձեզ համարում եմ նիհար մարդ։ Հա, ես ինձ համար չէ, ես եմ, այսինքն մասնակիցորեն ես ինձ դիտում եմ որպես պոտենցիալ սրտի իշեմիկ հիվանդ։ Այո, եւ կանխարգելիչ քայլեր առնում եմ, որպես այդ հավանականություն չունենամ։ Այո, եւ մեր զրույցի վերջում իհարկե մենք դեռ անդրադառնալու ենք ձեզ հետ միասին սրտի այլ խնդիրների եւ մեր հանրությանը ուշադրության կենտրոնում ենք ստիպելու պահել սիրտը եւ առողջությունը, բայց հիմա խնդրեմ եզրափակելով մեր զրույցը ներկայացրեք, թե իրականում ինչ քայլեր պետք է անել առողջ սիրտ ունենալու համար։ Մենք դեռ ես բան չարեցի, որ երբ որ կորոնարոգրաֆիա է արվում, 2 ճանապարհ է բաժնվում ատկեվերջ, 3 ճանապարհ է բաժնում, հիվանդը 4 ճանապարհ։ Մեկ ճանապարհը հիվանդը մաքուր է, մաս մաքուր է, այսինքն ինչ որ բան մեզ խաբել է կամ մենք ապահով ենք զգացել, մաքուր զարգերակային համակարգ ունի։ Երկրորդը մի խնդիր ունի, բայց այդ խնդիրը կարելի ստենդով լուծել։ Երրորդը չի կարելի ստենդով լուծել, պետք է լուծվի վիրահատական։ Չորրորդը ցավոք սրտի շատ վատ անոթային համակարգ է, որը ոչ վիրահատությունը, ոչ ստենդը իրեն արդյունք չի տալու, ինքը պետք է երթա միայն թեորիակային բուժում։ Այս 4 ճանապարհներն, այդ ճանապարհները հատկապես 2 ճանապարհները շատ կարևոր են։ Այո։ Եթե պետք է մենք շարժվենք թրսի արտասահմանի թրած օրենքներով, որոնք միլիոնավոր հիվանդների վրա թեստ են արել, ոչ թե անհատական որոշում պետք է լա, այս հիվանդին վիրահատեմ, քանի որ քիչ հիվանդ ունեմ, կամ այս հիվանդին ստենդավորեմ, քանի որ ստենդից ավելի օգուտ ունեմ։ Պետք է լա խղճով։ Ամենակարևորն է։ Տարբեր կարծիքներ հավաքելով եւ կամ ես ստենդավորում եմ, այս հիվանդանոցը շատ ավելի ստենդավորում ունի, շատ ստենդավորում անում։ Պետք է դատել լա թիմային աշխատանք, այսինքն սրտի վիրաբուժությունը եւ սրտապանությունը պետք է հիվանդի դերը պետք է լա սրտապանը, հիվանդի դերը պետք է չլա սրտի վիրաբույժը կամ ինվազիվ սրտապանը։ Հիվանդին որ ուղղությամբ տանես, այդ ուղղությամբ կերտա։ Այդ ուղղության մեջ պետք է լա ոչ թե ֆինանսը կարևոր, այլ բժշկական գիտելիքները եւ խիղճը։ Ամենակարևորը պետք է լա որ եթե այս հիվանդը լար իմ բարեկամս, ես ինչ կանեի։ Սա ամենապարզ որոշումն է։ Հիվանդը միշտ էլ ուզում է որ ստենտ տրվի։ Միշտ ուզում աստեն տրվի, քանի որ ամենաինվա, բայց եւ որ մեզի խնդիրա դառնում երբ որ հիվանդները գալիս են 8-9 ստենդով, արդեն դու վիրաբուժության ճանապարհն ես փակել։ Կամ գալիս է 6 ամիս առաջ ստենդա տրվել, հիմա նորից ստենդ ես տնում։ Եվ 6 ամսվա մեջ ընթացքում դու ստենդներ արդյունք չի տրել։ Հիմա նորից ինչի ես ստենդ տնում։ Ուղղակի մի հատ վիրաբուժում կայացնելու մասին է խոսքը։ Չեմ ուզում։ Դա ես ոչ մեկն բժիշկները չեն սխալվում իմ կարծիքովս։ Չեմ ուզում ոչ մեկին քննադատել, ամենն էլ ինձանից լավն են, ամենն էլ ինձանից խղճով են։ Մեկ հատ կարելի է հարցնել, եղբայրս լար ինչ կանեի։ Միայն այդ հարցը ինքդ քեզ տալ, այո։ Քույրս լար ինչ կանեի, մամաս լար ինչ կանեի։ Եվ այդպես առաջնորդվել։ Եվ այդպես առաջնորդել, այնքան բարձ է դառնում, այնքան հեշտ է դառնում։ Հիվանդը չգիտի, թե ինչ է ուզում։ Հիվանդը չի հասկանում, ճիշտ է ուզում, հասկացար։ Այդ շատ կարևոր է, դրա մասին մի օր մենք ավելի մանրամասն կխոսանք, կադրեր ցույց տալով, թե հիվանդները չենք հիվանդանոցների անուն չենք նշի, նկարելուց այնպես կնկարենք, որ եւ որոշումները մենք իրար հետ կքննարկենք, թե այս հիվանդին ինչ առաջարկվել։ Մենք ոչ մեկին չենք քննադատում։ Մենք ամեն հիվանդանոցների հետ լավ ենք, լավ հարաբերություն ունենք։ Հասկացա։ Բայց հիվանդներին եկեք համ այդ կոմարը փերելը շատ դժվար է հայրենի։ Միլիոններով գումար տալ, չմոռանանք որ այդ ոչ մեկի աշխատավարձը միլիոնով չի։
ու հանել սեղանի վրա տնել, հետո 6 ամիս վերջը նորեն անել կամ հիմա սրտի վիրահատություն անես, ասված չանե, լավ չավարտվի կամ նորից վիրահատության կա։ Ես երկուսն էլ քննադատում եմ, եւ սրտի վիրահատությունը քննադատում եմ, եւ ստենդավորումն եմ քննա։ Պետք է մեր հիվանդներին ուսումնական process-եր, դրա համար մենք հիմա նոր ուսումնական մեր հիվանդների համար ուսումնական թերթիկ ենք պատրաստել շատ խելացիորեն, որովհետեւ սրտի վիրահատության չքննացած մենք այդ թերթիկը տանք իրենց, ասենք որ գիտեք ժողովուրդ ջան, նայեք կարդացեք։ Հիմա արդեն ունենք։ Շատ հիվանդներ կարդում են դա, ասում են «Պրեզ ջան, այս կետը մեզ կարակ բացատրեք, սրտի վիրահատություն ինչ բարդություններ են սպասում, ինչ է սպասում, ինչ է 25 եջանոց էս կարդում են ինքը նայում»։ Տակ մեզ մեկ օրինակ։ Անպայման գտանք ցեզ օրինակ։ Հիմա երկրորդն էլ պատրաստում ենք, որ հիվանդը ինչ համար սրտի վիրահատության է երթում եւ ինչ է սպասում իրեն սրտի վիրահատությունից եւ ինչ արդյունք պետք է ստանա։ Լրիվ ուսումնական։ Նաեւ պատրաստվել է արդեն փականի համար, որը դպման բիդեր տա։ Ուզում ենք մենք հիվանդի հետ բարձրանանք։ Այո։ Շնորհակալ եմ բժիշկ կարևոր ինֆորմացիայի համար, վստահ եմ, որ ձեր անվանումը արդեն իսկ վստահություն է սրտային վիրաբուժության մեջ եւ մարդիկ պարզապես վստահում են հենց ձեր անվանը եւ ձեր բժշկական կենտրոնի։ Վստահ եմ, որ շատերին պարզապես պարգևել եք ամենակարևորը առողջություն։ Դա աստված է պարգևում։ Շնորհակալ եմ։ Իսկ ես շնորհակալություն եմ հայտնում Millian Fashion հայ դիզայներին, որը ամենատրենդային դիզայներներից է եւ իհարկե հետեւելով նրա Instagram-յան էջին կարող եք մշտապես տեղյակ լինել նորաձևության վերջին կանոններին։ Այսքանը կհանդիպենք, եղեք առողջ։